ումերի հետ չհանդիպեցին պատիվ ունենը եւ նրանց չհրավիրեցին այս ուրեմն նիստին։ Ես մի քանի ուրեմն ընդդիմադիր դաշտի խմբավորումներ ուզեմ առանձնացնել։ Դե գիտեք, ինչու է սա կարևոր, որտեղ եթե դու ի սկզբանե քո ձևաչափը դրում ես այն, որ եկել ես արտախորհրդարանական ճակատ ձևավորես, քաղաքական ընդդիմության դաշտում արտախորհրդարանից դուրս միասնականություն ձևավորես Նիկոլ Փաշինյանի դեմ։ Եվ Արմեն Աշոտյանն էր երեք ասում, ասենք ոչ թե այսինչ մեկի ինադու ենք հավաքվել, այլ եկել ենք հանուն ինչ-որ բանի հավաքվենք, եթե հանուն ինչ-որ բանի ես հավաքվում, ուրեմն գաղափարի շուրջ ես հավաքվում։ Ուրեմն դիմացինիդ քաղաքական տեսակետները գուցե քեզ համար պիտի երկրորդական լինեն, եթե հանուն Նիկոլի ես հավաքվում, ովքեր հանուն Նիկոլի հեռացման, ովքեր որ ձգտում են Նիկոլի հեռացման, պիտի տեղավորվեն քո ձևաչափի մեջ։ Բայց արդյոք երեք այդ ձևաչափի մեջ տեղավորվել էին բոլորը, կամ բոլորին հրավիրել էին, կամ հրավիրի դեպքում բոլորը եկել էին, մասնակցել էին, հաստատ ոչ։ Անշուշտ խոսքը, ես չգիտեմ, Նիկոլի գրպանային ընդդիմության մասին չի, խոսքը Արամ Զավենիչի Հանրապետություն կուսակցության մասին չի, խոսքը այսինչ գիտեմ Արման Բաբաջանյանի մասին չի, Տիգրան Խզմալյանի, Լևոն Շինյանի, այդ կարգի ընդդիմության մասին չի, որոնք գրպանային ընդդիմություն են, նրանց հետ թափես ասերիկ չունենք, որից մեկը չէ ակնկալում, որ այդ մարդիկ պիտի գան կանգնեն եւ Նիկոլի հեռացման համար աշխատանք տանեն։ Բայց մեր ընդդիմության դաշտում կան քաղաքական բազմաթիվ ուժեր, որոնցից որոշները այսօր ուղղակի դերակատարություն ունեն։ Եվ որքան էլ որ դու իրենց հետ դեմ լինես, ատելությամբ լցված լինես իրենց հանդեպ, թշնամանքով լցված լինես իրենց հանդեպ, նախկինից եկած ինչ-որ խնդիրներ ունենաս իրենց հետ, այսօր իրենց հետ խնդիրներ ունենաս, բայց այդուհանդերձ չես կարող շղթել նրանց դերակատարությունը քաղաքական դաշտում։ Ու եթե պիտի դու հասնես հանուն Նիկոլի հեռացման պիտի հավախնում առաջացնել, դու նրանց ռեսուրսին կարիք ունես քո կողքին։ Իսկ եթե դու ի սկզբանե դրանց ռեսուրսը անտեսում ես դնում ես կողք, հետաբար ինչ արտախորհրդանական ուժերի միավորման մասին կարող խոսել։ Լավագույն դեպքում դու քեզ կից մի շարք խմբերի հավաքում ես կուսակցությունների կողք, նրանց միջոցով ճակատ ես խազմում, որպեսզի այդ ստեղծված ճակատի միջոցով ճնշես այն բաժնին, որոնք քեզ հետ համաձայն չեն։ Խոսքը ինչի մասին է։ Օրինակի համար, այս ձևաչափի մեջ արտախորհրդարանական ուժերի որտեղ է կանգնած Մայր Հայաստան դաշինքը, որ մի քանի օր առաջ դարձավ կուսակցություն, մահականունով Մայր Հայաստան կուսակցություն։ Կարող է Անտրանիկ Թևանյանին չհավանեք, կարող է ես գիտեմ, այսինչի կամ այնինչի տեսակետները չհավանեք, այո, նրանք վերջի շրջանում շատ թունդ են խոսել, շատ դժտամաբար են վերաբերվել երրորդ նախագահային նրա թիմակիցներին, շատ սուր այդպես ասած ասեկոսներ ա եղել նրանց մեջ, խոսակցություններ ա գնացել, եթերների կողմից հրաձգություններ ա տեղի ունեցել։ Այս ամենը ես էլ եմ հասկանում, շատ հարցերում կարող է պատահի, ես էլ իրենց տեսակետը չեմ կիսում։ Օրինակ գուցե ինձ էլ դուր չի գալիս հիմա ինչ պատճառներով, որ իրենց օրինակի համար նախագահ Քոչարյանի թիմից դուրս եմ տեսնում։ Հիմա այդպես ընդհանուր ասեցի, քանի որ այդ թեմայի մասին վերջերս մի քանի գրառումներ նկատել եմ։ Կարող է այո այդպիսի քննադատություն լինի իրենց հանդեպ, դու չգան ինձ շատերին, բայց արդյոք ես կարող եմ անտեսել այն իրողությունը, որ նրանք այսօր Երևանի ավագանու մեջ մանդատներ ունեն։ Ոչ։ Իրավունք ունեմ անտեսելու այն, որ Գյումրի վերջին ընտրությունների ժամանակ նրանց ներկայությունը ամեն դեպքում դերակատար եղավ եւ թույլ չտվեցին, որպեսզի Գյումրիում հիմա մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասին ԿՊ-ն կարողանա իշխանություն ձևավորել։ Եվ հաստատ հաջորդ ընտրությունների ժամանակ իրենք ունենալու են խոշոր ներկայություն եւ տեսնում եք արդեն մի քանի օր է մարզային աշխատանքներ են սկսել տանել։ Հնարավոր է նրանց կարելի է նրանց անտեսել հետագա իմպիչմենտի գործընթացի մեջ։ Հատկապես եթե դուք անդադ խոսում եք այն մասին, որ իմպիչմենտի գործընթացը հնարավոր չի դառնա, եթե այդտեղ չլինի փողոցային ճնշում, փողոցային պայքար, փողոցը չի եռա։ Փողոցը եռացնելու համար դուք նույնիսկ այդ 500-600 հոգի, 1000 հոգի կողմնակիցներ, որ այդ մարդիկ ունեն, կարիք ունեք։ Այնպես չի, որ դուք հիմա արդեն փողոցում ունեք մի 1 միլիոն ժողովուրդ, ասեք դե թքած ունենք այդ մարդկանց 500-600-ի վրա կամ 1000-ի վրա։ Թող չգան չմասնակցեն, դարպես անենք դուք։ Մենք արդեն մի 3-4 հազար մարդ ունենք, չունենք։ Պետքան մարդ չունենք։ 3 հանրավակ եք հայտարել ազգային ժողովի դրան առաջ, հազիվ մի քանի 100 մարդ կան։ Ես այնքան անարդար չեմ, որ ասեմ դե հենց այդ ռեսուրսը, չէ, այդ չի, դե աշխատանքային օրեր, օրվա ընթացքում ճաշվաժամը 12-ին, բնականաբար դրա այդքանից շատ ավելի մեծ ակնկալիք չէին կարող ունենալ, ասում եմ ես այդքան անարդար չեմ։ Բայց մեկը հավատում է, որ եթե այդ հանրավակը լիներ երեկոյան, շաբաթավերջին, հանրապետական հանրավակ հրավիրել պատիվ ունեմ իմպիչմենտի թեմայով, այդտեղ մի 600 հոգի, 1000 հոգուց ավել կամ առնվազն 2000 հոգուց ավել մարդ էր հավաքվելու։ Չէին հավաքվելու, առավելագույն էդ էր լինելու։ Առավելագույն ռեսուրսներ ունենալու։
Հիմա այդ 2000 քո ռեսուրսի մեջ դու 5-600 հատ, ասենք Մայր Հայաստան Դաշինքի ռեսուրսը միանգամից ջնջում ես դուրս ես դնում։ Ինչպես կարող ես խոսես արտախորհրդարանական, այսպես ասած, ճակատում միավորում ստեղծելու մասին։ Քանի որ դու արդեն ի սկզբանե մեկ մասին դուրս ես դրել լրիվորեն այդ ճակատից։ Ասենք առաջ Մայր Հայաստանին եմ որոնակ մի վայրկյան։ Վերջին սոցհարցումների համաձայն ընդդիմության դաշտում Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ տոկոսային ներկայությունը ունի վարկանիշային առումով Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված շարժումը կամ այդ աշխատանքը, որ հիմա տարվում է ձևավորելու համար։ Դա սոցհարցումներն են ասում, չէ՞։ Առաջի տեղում դժբախտաբար Նիկոլ Փաշինյանն էր, մի քանի տոկոսով կարողացել էր բարելավել իր վարկանիշը։ Դրանից հետո ուրեմն մեր ձևով շարժումներ Սամվել Կարապետյանի, նրանից հետո Ռոբերտ Քոչարյանն էր, արդեն խոշոր տարբերությամբ դե հանրապետականն էր 1%-ով բանով։ Ընդհանրապես նրանց տոկոսները 13-14%-ի վրա են, հանրապետականին 1% է։ Ու այդ 1%-անոց ուժը գալիս է ընդհանրապես երկրորդ տեղում կանգնած ընդդիմությանը անտեսում է ընդհանրապես այդ ձևաչափի մեջ։ Երեկվա գլխավոր բացական մեր ձևով շարժումն է խորհրդարանական այդ լսումների ժամանակ, որտեղի մեր ձևով շարժման ներկայացուցիչները այդ շարժման ընթացքում ինչու օրինակի համար պատիվ ունեմ այդ ցուցակի մեջ, որ իրենք դրել էին հանդիպումների, չէին գնացել, չէին հանդիպել ուրեմն մեր ձևով շարժման ներկայացուցիչներին կամ նրանց չէին հրավիրել խորհրդարանական լսումների։ Երկու տարբերակ կա, կամ պատիվ ունեմի կողմից ցանկություն եղել է գնալու նրանք չեն ընդառաջել, հետաբար թեման արդեն փակվում է, բարձրավոր միասնականություն ստեղծելու արտախորհրդարանական ճակատում խոսքը անիմաստ է, եւ դու ամենագլխավոր ուժը, որ այսօր ունի մեծ վարկանիշ, քեզի մերժում է եւ չի համաձայնում քեզ հետ հանդիպել։ Կամ հիմա ինչ նպատակներով նրանց ասեք մի արեք, մի միացեք մեր կողքին կամ չեն եկել։ Չգիտեմ ինչա պատճառը եղել, բայց ամեն դեպքում նրանց կամ նրանք իրենք չեն ցանկացել գալ։ Գիտեք, կարող է պատել դա եղել, ասեք դուք ցանկություն ես ունեցել հանդիպելու, բայց մեծով ասել դե գիտեք, ձեր ներկայությունը մեզ էլ է, այսպես ասած, մի տեսակ մեր վարկանիշի վրա է կարող ազդի ձեր ներկայության, ձեր գործընթացների մասնակցելը, մենք մեր առանձին աշխատանքն ենք տանում, չենք գալիս միանալ։ Թող իրենք բացատրեն, ես չեմ շարունակել այս թեման, մեր ձևով թեման, որտեղ էին երեք մեր ձևով շարժման ներկայացուցիչները, կամ ինչու այդ ցուցակի մեջ որ քիչ առաջ կարդացի, ընդհանրապես մեր ձևով շարժման ներկայացուցիչների հետ հանդիպում եղել է, չի եղել, բարձ չի թե ուրեմն ինչ է եղել արդյունքը։ Սա մեկ։ Հետաբար, եթե մի գործընթացի մեջ այդպիսի կարևոր դերակատարություն ունեցող ուժեր անտեսվում են,